հաջորդի ամենայն հայոց կաթողիկոսի Գարեգին II վեհապար հայրապետի օրհնությունը խնդրի եւ խոնարհվի։ Եվ եթե սխալ ուղու վրա է եւ ամեն մարդ թող ինքը որոշի, եւ ակնհայտ է ով է որտեղ, պիտի մի բան ասեն, մշտապես ասել ենք հայր մեղա հերկինս եւ առաջիքո։ Եթե գալիս են դա պիտի ասեն։ Իսկ վեհապար հայրապետը հանգստի գնալու կարիք չունի, կարիքը չկա, որովհետեւ վեհապար հայրապետը երանդուն ուժեղ բազում հոգևոր ծրագրեր ունի անելիք մեր համեստ օգնությամբ բոլորիս հավատացյալների այստեղ հավաքված եւ վեհապար հայրապետը մինչեւ իր կյանքի վաղճանը մնալու է եւ գործելու է եւ ասել են որ վեհապար հայրապետը թող Աստված երկար կյանք տա իրեն ինչպես հայտնի երկի մեջ ենք մենք արտաբերում իր կյանքի վերջին օրերին հանգիստ մարդկանց օրհնելու եւ իր հայրական խոսքն է փոխանցելու Քարին Արագածոտնի թեմայի դեմս հոգևոր դասի, այսպես ասած, ամուր վահան է, այս ամբողջ թողու բողի մեջ այ նախադրյալը որն է Արագածոտնի թեմի քահանայած դասի այդ ուժեղ կամքի։ Ես չէի ուզի առանձնացնել, իհարկե ես Արագածոտնի թեմից եմ, բայց ես չէի ուզի առանձնացնել Արագածոտնի թեմը, որովհետև մենք բոլորս եղբայրներ ենք։ Բոլոր թեմերի քահանաները մեր եղբայրներն են։ Մենք մի մեծ միաբանություն ու ընտանիք ենք, ինչպես միշտ ասել։ Եվ ճիշտ եմ համարում չառանձնացնել Արագածոտնի թեմը։ Մենք հավասար ենք, մի թեմ ենք, մի ընտանիք ենք, ունենք հայր, ունենք Աստված եւ խոնարհվում ենք Սուրբ Երրորդության առջև։ Իսկ Մկրտիչ Սրբազանին տեսակցելու հնարավորություն ընձեռվում է, ինչ ունեք փոխանցելու մեր հավատավոր ժողովրդին Մկրտիչ Սրբազանի անունից։ Մկրտիչ Սրբազանը իր ուղերձում մեկ անգամ, երկու անգամ ուղերձ է եղել եւ կարմիր թելի պես ինքը օրհնություն է փոխանցում ժողովրդին եւ գիտեմ որ մեր առած միասնական ժամերգություններին եւ աղոթքներին միշտ ինքը իր օրհնությունը, համաձայնությունը, հավանությունն է տալիս եւ այդ աղոթքը զորավոր է եւ մենք այդ աղոթքի մեջ պինդ ամուր պիտի լինենք սիրելով Աստծո նմանությամբ ու կերպարանքով բոլորին եւ Մկրտիչ Սրբազանը ամուր է ինքն էլ այնտեղ աղոթքի մեջ է եւ այդ աղոթքը պիտի շարունակվի։ Ձեր հետ լավ հանգուցալուծումն ինչպես եք տեսնում դուք այս պահին։ Այս ներհակության լուծումը։ Այսօր աղոթք է լինելու, վեհապար հայրապետի գլխավորությամբ աղոթք է լինելու, մենք մեր խնդրանքը Աստծո առջև ենք դնելու, միաբանական աղոթք ենք անելու եւ գնանք ամեն մեկս մեր տուն մեր հանգստի։ Ինչ եք կարծում մայրաթ եւ լարվածությունը դեռ չի համուցալուծվում։ Մշտապես ասել ենք, որ կաթողիկոսը ամենայն հայոց հայրապետը ինչեւ իր կյանքի վաղճանը մնալու է իբրև ամենայն հայոց կաթողիկոս։ Սակայն իշխանությունը չի ընդգրկում, չի դիչում, շարունակում է պահանջել 10 եպիսկոպոսներ են Միսաқан Փաշինյանի ձեռքը հետևաբար նրա պահանջին են միացել իշխանության պահանջին։ Կհաջողվի կներեք Հովհաննավանքի նման զավթել մայրաթոռը։ Ես նորից կրկնում եմ, պնդում եմ ամենայն հայոց կաթողիկոս իր գահին նստելու է մինչև իր կյանքի վաղճանը եւ օրհնելու է բոլորիս։ Եվ այսօր էլ մենք մեր աղոթքն անելու ենք ամբողջ այստեղ հայեր են հավաքված քրիստոնյաներ եւ Աստված բոլորին օրհնի միասին մեր հոր գլխավորությամբ աղոթք ենք անելու եւ ինչպես արդեն ասացի գնալու ենք մեր տուն։ Շնորհակալություն եպիսկոպոսների քննադատության մասին, թե կաթողիկոսը միայն է այս տարիներին կառավարել, թերի է եղել կառավարումը, արդյոք աչքի փակել վեհապարը բոլոր քննադատությունները։ Ես միշտ ասել եմ, ես պարզ քահանա եմ եւ հիմա էլ կպնդեմ, ես պարզ քահանա եմ եւ ամենայն հայոց կաթողիկոսը երբեք առանց իր որդիների կարծիքը դարձնելու որևէ որոշում չի կայացրել ու չի կայացնում։ Եկեղեցին մեծ ընտանիք է եղել է, պիտի լինի եւ պիտի շարունակի իր ավանդ, Տիրոջը ավանդելու, Տիրոջը ժողովրդին ներկայացնելու ուղին։ Եվ ամենայն հայոց կաթողիկոս իր սիրով, իր նվիրվածությամբ